Քոչարյանը վախեցնում են Քոչարյանը հա Քոչարյան Որ անունը տվեցի վատս Հանցագործը 4-ը չէ 3-ն են հանցագործ Եվ դու Արաշարը դուք եք դրատու ամիջոցը Փաշինյանին այս աշխարհի Նիկոլա եղել է կբլը չնայողնի ասուկաները որտեղ եկեք ծախվածն այո շատ ավտա այո խաղաղությունը պետք եւ իրեն Ադրբեջանովա իջեք այո շատ լավ յանի չիջի դե եղել է ժամանակի չէ դաշնամեն կներել լավ լրագրողը լավ հարցեր կտա ոչ թե կբրծի բանը Ադրբեջան շատ վատ լսված շատ վատ լսված ձեր նմաների հավա լսված է լավ հարցեր չեք տալիս ճիշտ հարցեր կկարկալության այո Նազարյան Ղուրբանել է Նազարյանին ոտերի տակի հողը լսեցիք ինչ ասեց Գեգամ Նազարյանը Ինչ է լուտունոցը Ղարաբաղը ով է տվել ոնց են տվել ինչ են արել չի են բարդում Փաշինյանի վրա Չի ժողովուրդը հիմա չի հասկանում ժողովուրդը լավ է գիտակից լավ է հասկանում Կտրիչ Ներսիսյանին փոխացել, որ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ հավատացյալ մարդիկ, Աստծո տունը արևանգված Աստծո տունը ազատելու են Կտրիչ Ներսիսյանի արևանգությունից։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում ինչպես շատ սովորական ձևերով, օրինական ճանապարհներով, որ Կտրիչ Ներսիսյանը մի ազնվորություն է, որ տասնյակ տարիներով ոչ լեգիտիմ ընտրված ղեկավարներին հարգանքը բարձր մակարդակի տեղը պահելով ծառայություն է մատուցել։ Ոչ լեգիտիմ իշխանություններին, կեղծիքներով ընտրված, քաղաքացիներին կրակած, սպանած, ընտրված, ոչ լեգիտիմ ղեկավարներին հնազանդ, հարգանքը բարձր մակարդակի պահելով ծառայություն է մատուցել։ Մենք յուրաքանչյուր իրավիճակի, որտեղ որ կա անհրաժեշտություն ոստիկանության միջամտության պարտադիր լինում է համապատասխան գործառույթ։ Պարոն ոստիկանապետ, փաստաբանը հայտնեց, որ հոգևորականները, որոնք հրավիրվել էին քննչական կոմիտե, այսօր նրանց բոլորի տների մոտ ուժեղացված ծառայություններ են իրականացվել, անգամ երկուսին բռնել են, պարզել են, որ չեն գալիս հովանամանք, նոր միայն բաց են թողել։ Ինչպես սա կբացատրեք։ Երբ է եղել։ Այսօր առավոտյան։ Այսօր առավոտ բռնել են։ Այո, ասած երբ բռնել են, ճշտել են, որ չեն գալիս հովանամանք, բաց են թողել։ Հարգելիս, նորից եմ կրկնում եկեղեցականներին երբ որ տրված է ծանոթագիր ներկայանալու կարող է եւ ճշտել մենք եք հարգելիս Կիրակի օրով տրված է ծանոթագիր եւ ոստիկանությունը քանի որ ծանոթագիրը պատշաճ ներկայացրել է նաեւ ես ասում եմ բոլորին ոչ բոլորի մասին չի խոսքը ես հիմա դուք խոսում եք տրված հարցազրույցի հետ կապված ես ձեզ ասեցի բոլոր հանգամանքների հետ կապված նաեւ հարցազրույցի նաեւ անհատ քաղաքացիների նաեւ լրատվամիջոցների հետ կապված եթե կլինեն համապատասխան տեսանյութեր, հոդվածներ, մենք կուսումնասիրենք ըստ պատշաճ կտանք արձագանք։ Պարոն Ղազարյան, քանի օր առաջ եկեղեցում երբ որ հերում են ներեգություն, մենք պայմանավորվեցինք, ես ընդհանրապես հարգելով ձեզ, այս պահին մի քանի հարցի պատասխանեցի, մնացած հարցերը հետո կտակ։ Ես հարգում եմ ձեզ, այսօր ուսումնասիրվել է այդ գործը։ Խնդրում եմ բոլորը նույնպես հաղորդակցվեք Աստծո հետ եւ ես խնդրում եմ մնացած հարցերին խնդրում եմ գնահատականներ տվեք ես ներեգություն գնահատակ ել ոչ մի հարց չեմ տալու ել ոչ մի հարցի չեմ պատասխանելու ասում գուցե ստացված մի րոպե դուք մեզ մի ուղղորդեք հարգելի լրագրող ոչ մի տարի ասում են կաթողիկոսը այդ Կտրիչ Ներսիսյանը կին ունի երեխա ունի ինքը երբևիցե մի անգամ ասել է որ դա սուտ է կամ իրան հարց տվել են իրանք բայց եթե սուտ ասի սուտ է մենք էլ ասենք կառավարություն վարչապետ ամբողջ խնդիրը այդ մարդը չունի ինչ հարց տվողն էլ ասի սուտ
Թող ինքը երկի։ Ես իր ոչ ոքի փոխարեն չեմ կարող երկել, չեմ կարող հաստատել։ Ես պատասխանեմ բոլոր լրագրողների հարցերին։ Ես ոչ երկում եմ, ոչ հաստատում եմ։ Դուք ձեզ համարում եք նորմալ լրագրող։ Ան, ասենք կողմնակալ։ Համարում եք թե ոչ։ Համարում եք։ Ահա։ Ուրեմն ես ձեզ խորհուրդ կտամ, որպես ինժեներ, որպես առաջ երրորդ պատերազմի մասնակից մարդ, մի օր մոտենակ գնաք մայրաթոր, այդ հարցը տակ վեհապարին ասեք, վեհապարներ, ձեզ մեղադրում են, ես էլ նարեք, ձեզ մեղադրում են, ես ինչ հարցերում, ձեզ մեղադրում են, դուք ինչու չեք դուրս գալի, մարդկանց մոտ ասեք, որ դա ամոթ է։ Ասեք սատանան, վեհապար բառը նրան չի սազում։ Այդ նույն բանը կասեմ Նարեկին, հարգարժան Նարեկ, ձեզ ճանաչում են, այնքան ես խոսում։ Դու երբևիցե ունես համառություն, համարձակություն, հանդգնես, այդ ձեր ասած մարդուն, ասես, որ եղբայր ձեզ, եղբայրապար դիմի, ձեզ ժողովուրդը կառավարությունը մեղադրում է, որ դուք կին ունես, երեխոնս խախտել ես այդ կուսակրոնի օրենքը։ Դուք մարդկանց եկեղեցականներին հրահրում եք գնաք ցույցի, բան, ճիշտ է թե չէ, թող գասի ոչ, մենք էլ իրան պաշտպանենք։ Հարկասակ Նարեկ ջան։ Եկեղեցին իրանք ունի այդ հրապարակցույցի։ Թե պետք է զբաղվի իր եկեղեցու գործերով։ Այդ ձայնագրություն դեռևս հաստատված չէ, պետք է քննություն է տան, հասկանում եք հարգելի քաղաքացիներ։ Քննություն եք, բայց ես հարց եմ տալիս։ Դուք ճիշտ եք գտնում, որ գնում Եղեք մեքենաները։ Մեր թագավորը Նիկոլ Փաշինյանը։ Բայց ինչու եք իրեն թագավոր համարում։ Պահապան քեզ Նիկոլ ջան։ Իսկ ինչու եք իրեն թագավոր համարում։ Թագավորը, բայց ինչու։ Մեր երկրի լավ երեխաներ։ Նանի մեքենայի չգնես։ Ասում եմ լավ դա։ Մի վաղորդի կե շատ հարգում են մի բաբշետ բանը լավ։ Լավ։ Հարգի։ Դուք մի հարգեք, ոնց ամոթ։ Իներ գտի արի պապից։